Մինչև ձեզ։ Մի քանի թեմաների հետ կապված լսենք ձեր գնահատականը, բայց կարծում եմ ճիշտ է սկսենք այս հարցից։ Հաջիևը Հայաստանում էր, այսպես կադրեր տեսանք, թե որ ասում են կան ադրբեջանցիները դիմավոր ենք, էլի։ Խնդրեմ ես ասած ձեր տեսակետը։ Քանի որ ոչ մի պաշտոնական հայտարարություն նախապես չի եղել եւ մեզ կանգնացրել են փաստի առաջ եւ բացարձակապես ոչ մի տեղեկատվություն թե ինչ բովանդակություն է կրել այդ հանդիպումը, դից ինչ որ վերացական ձևակերպումներով են հայտարարել այցի մասին եւ այցի բովանդակության մասին, մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ խոսքը գնում է արդեն որոշակի պրակտիկ լուծումների եւ պրակտիկ կիրառումների մասին, ինչի մասին մեզ չեն ասում, վստահ լինելով, որ մեր դուրը դա հաստատ չի գա։ Ինչի եմ ես նաեւ վստահ, որ պրակտիկ գործողությունների մասին է խոսքը գնում, փաստացի եթե ֆորմալ առումով Ադրբեջանում երկրորդ դեմքը դա Մեհրիբան Ալիևան է, ապա փաստացի առումով դա Հաջիևն է, քանի որ այս ամբողջ տարածաշրջանային նոր ճարտարապետության համահեղինակը եւ ճարտարապետը արի թվում նաեւ Հաջիևն է, հետեւաբար մենք ունենք բավականին լուրջ մակարդակով ներկայացված այց, ինքը չի եկել հաստատ Նիկոլի հետ կոֆե խմելու կամ բան անելու, խոսքը գնում է արդեն պրակտիկ գործողությունների մասին, որոնք կրկնում եմ հաստատ մեզ դուր չեն գա, դրա համար մեզ կանգնեցնելու են փաստի առաջ։ Մոտավոր ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, այսինքն հասկանալով, որ դա դարձել էր ընդդիմության խորհրդանիշներից մեկը, հետևաբար ադրբեջանցիները պետք է գան եւ պետք է այնպես գան, որ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, մորս արև, հորս արև չեն գալուն չեզոքացվի, հա, ասենք այդ 300,000-ը կկիսեն մի քանի խմբականակների, 100-ով, 1000-ով, 350-ով, 1250 հոգով կգան, այսինքն տենց մաս-մաս կգան եւ հետեւաբար դա մեր աչքին չի երևա, պարզապես մի 5 տարվա մեջ, 5 տարի հետո մենք կկանգնենք փաստի առաջ։ Դա առաջինը, երկրորդը խոսքը գնացել է վստահաբար Տիգրանաշենի եւ մնացած գյուղերի մասին, սահմանի դելիմիտացիայի եւ մնացած բոլոր եւ իհարկե խոսքը գնացել է ինչպես են շրջանցելու Նիկոլ Փաշինյանի ոչ լիարժեք ձևավորված խորհրդարանով ոնց են անցկացնելու հանրաքվեն եւ սահմանադրության փոփոխությունները։ Քանի որ Հաջիևը բավականին հմուտ տղա է այդ ոլորտում, հա, ինչպես կարելի է խախտել օրենքը եւ հասնել նպատակին, ըստ երևույթին թեթև մաստեր կլաս է անցկացրել եւ Նիկոլ Փաշինյանին ուղիներ է ցույց տվել։ Ինձ թվում է սա է եւ ժամանակը որ գա մենք դրանում կհամոզվենք։ Քանի որ արդեն ձեր խոսքում ակնարկեցիք այդ այլ ունենալ եւ սահմանադրական մեծամասնություն եւ հենց այդ սահմանադրության հանրաքվեն հասկացնել է կոնկրետ խնդիր է սպայի Նիկոլ Փաշինյանի համար, կանք հենց դրան, հա, եւս մեկ անգամ խնդրում եմ Տիգրան Ալիևյան, հստակ հիշեցնենք մեր լսարանին, ինչ նպատակ է հետապնդում այդ սահմանադրության փոփոխությունը, ինչ պահանջներ է դրել ադրբեջանական կողմը եւ ինչու։ Սահմանադրության խնդիրը Ալիևի համար դա մեր անկախության հռչակագիրն է, որտեղ ներառված է Արցախի անկախության գաղափարը եւ դա Ադրբեջանը դիտարկում է որպես տարածքային պրետենզիաներ, նկարտումներ, այո, իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցը փակել է, հետեւաբար պահանջում է այդ հռչակագրից հրաժարվել, այսինքն ոչ թե հռչակագրի մեջ փոփոխություն մտցնել,
ոչ թե սահմանադրության մեջ գրել, որ հռչակագրում մենք սխալվում էինք, հիմա մենք Արցախի նկատմամբ ոչ մի կրկններ չունենք, այլ հրաժարվել հռչակագրից։ Իսկ հռչակագիրը, հիշեցնեմ, դա այն հիմքն է, որի վրա կանգնած է սահմանադրությունը եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության անկախության գաղափարը։ Այսինքն նույն բանն է, որ գաս, ասես, այս շենքը լավ, օքեյ, կառուցել ես, բայց ֆունդամենտը տակից պետք է հանես։ Եվ հարց, այդ շենքի կանգունության եւ այդ շենքի գոյություն ունենալու շանսերը ինչքան են, սա է ընդհանուր գաղափարը եւ հաշվի չառնենք նաեւ այն հանգամանքը, որ օտար պետություն թշնամանքով լցված մեր նկատմամբ պետությունը խառնվում է մեր ներքին գործերի մեջ։ Այսինքն քո թշնամին քիթը խոթում է քո գործերի մեջ եւ քեզ ցուցմունքներ է տալիս ոնց դու պետք է ապրես եւ ոնց դու չպետք է ապրես։